Ի վերջո ունեք տեղեկություններ, վարչապետ Փաշինյանը Ալիևից ճշտեց, թե ինչն է նկատի ունի, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Ես վստահ եմ, դուք տեսել եք երեկվա հանդիպման ավարտին հրապարակված մամուլի հաղորդագրությունը, որը նույնական էր հրապարակել ինչպես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, եւ այնտեղ շատ հստակ ֆիքսված է, որ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ Հայաստանի տարածքով անցող թրիփի ուղի ենթակառուցվածքային ծրագրի հետ կապված հարցեր եւ կարծում եմ սրանով հարցը կարելի է փակված համարել։ Ես կուզենայի նաեւ դուք երեք ձեր ռեպորտաժում այդ մասին անդրադառնաք, բայց այդքան նշեցիք, շարունակում եք նշել, որ դեռևս արձագանք չկա, բայց արձագանքը դա էր։ Արձագանքը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը նույն կերպ են անվանում այն ենթակառուցվածքային ծրագրին, որը անցնում է Հայաստանի տարածքով։ Ալիևը ասում է թրիփ, ասում է ուղղակի այդ թրիփը անցնելու դուրս այլ նախագծեր, ճանապարհներ, միջանցքներ, այլ երկրները ինչպես ցանկանում են, թող անվանեն։ Մենք գիտենք մեր տարածքով անցնող նախագծերի անվանումները, մեր ապաշրջափակման եւ ենթակառուցվածքների զարգացման համալիր ծրագիրը կոչվում է Խաղաղության խաչմերուկ, իսկ այն ենթակառուցվածքային ծրագիրը, որը Հայաստանը իրականացնելու է Միացյալ Նահանգների հետ, կոչվում է Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման խաղաղության։ Եթե այս հայտարարությունից հետո Ալիևը կրկին օգտագործի Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, դա մեզ համար խնդրահարույց լինելու է, թե ես խնդրում եմ, եթե ապա հարցադրումներին չենք պատասխանում, որովհետև հազարատ եթե կարող ենք հիմա մենք ասել։ Եթե, ապա եթե։ Մենք ելնում ենք իրավական երկկողմ փաստաթղթերից, որի տակ կա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրություն։ Նախ ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղյակ չեմ, թե ինքը ինչի նկատի ուներ Ալիևը, երբ խոսում էր միջանցքի մասին, հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում, ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք այս բառի տակ ինչ ենք հասկանում։ Միգուցե այլաբանություն է, ինչպես ձեր գործընկերուհին ասաց, այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հափշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանալ, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը, եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար դրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Եթե մենք լավ չենք պատկերացնում, եթե կա այլ ուղի կամ այլ երթուղի կա, որը մենք չգիտենք, ապա դրա մասին պետք է նրանք հայտարարեն։